Խաղաղություն ժողովուրդ ջան, ուզում եմ մի համար կարդալ գրված առակաց 28:14։ Միշտ վախեցող մարդը երանելի է, բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ պիտի լինի։ Իմ ասված այս կանոնը դրել է, սա բոլորի համար է։ Սա լինի իմ համար, քո համար, Ադամի համար, Պետրոսի համար, իր սիրելիների բոլորի համար։ Աստված իր օրենքը չի փոխում։ Իր խոսքը ասել է։ Ջուրերը ինչքան ուզում ես փոխի, պարտանոց ինչքան ուզում ես փոխի, եթե ցորեն ցանես, ցորեն ես ընձելու, որոմ ցանես, որոմ ես ընձելու։ Աստված այդ կանոնը դրել է, եւ այստեղ ասում է, միշտ վախեցող մարդը երանելի է, միշտ վախեցող մարդը, բայց իր սիրտը խստացնողը, որ իր սիրտը խստացնում է, Աստված զգուշացել է, քեզ ասել է, չարիքի մեջ պիտի ընկնես։ Հիմա մեր կյանքում կարող է լինեն դեպքեր, որ մենք չարիքի մեջ ընկնում ենք մեր սիրտը խստացնելու պատճառով։ Եվ ուզում եմ այդ դեպքը հիշեցնել, որը գրված է Ղուկաս ավետարան 22:31 մի մարդու մասին, որ Տերը ուզեցավ իրան օգնի, Տերը ուզեցավ իրան համար աղոթք անի, որպեսզի նա չընկնի, բայց տեսենք Պետրոս ինչպես է պատասխանում Տիրոջ մեկնած ձեռքին։ Եվ Տերը ասեց. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզի ման է գալի, որ ցորենի պես մաղի, բայց ես քեզի համար աղոթք արեցի, որպեսզի քո հավատքը չպակասի, ու դու երբ դարձի գաս, քո եղբայրներիդ էլ հաստատես։ Հիմա ով ուրախ չէ լինի, այս բանը Տերը իր հետ խոսար։ Տերը որ գար քեզ ասեր քո համար աղոթք կարի, Տերում եմ սատանան հետևիցդ ընկել է, ուզում է քեզի գցի մեղքի մեջ, փորձության, փորձանքի, դժբախտության մեջ։ Ես աղոթք կարի, որ քո հետ բան չլինի։ Մենք մի անգամ ոնց կարձագանքենք։ Կամ մի հատ եղբայր գա ասի, ես քո համար միշտ ամեն օր աղոթք եմ անում։ Ամեն առավոտ ես հիշում եմ քեզի։ Մենք ոնց կասենք, պետք չի մի աղոթի, ասենք մենք արդեն լավ ենք, մեզ դու չաղոթես էլ ես չեմ ընկնի։ Տեսնում ենք Պետրոսը Տիրոջ հանդեպ այնպիսի վերաբերմունք ցույց տվեց, որ ասեր Տեր, շնորհակալ եմ, դու տեսար սատանային, ես չեմ տենում։ Դու ուրեմն գիտես, որ ինձի ման է գալի, որ ինձի մաղի, իմ հավատքը դու տեսար պակասավ։ Այդպիսի բանը չի ասում։ Տեսնենք Պետրոսը ինչ ասում Տիրոջը։ Իսկ Պետրոս ասեց նրան. Տեր, ես պատրաստ եմ քեզի հետ բանտ գնալու, մեռնելու էլ։ Կարծես թե Տիրոջ աղոթքը իրան այդքան էլ օգտակար չէր, այդքան էլ պետք չէր։ Այդքան էլ Տեր մեկա չեմ ուրանալու, ուզում ես աղոթի, ուզում ես մի աղոթի, չեմ ուրանալու։ Եվ ինչ էր իր հիմքը, ինչ էր իր վստահությունը։ Պետրոսը մենք գիտենք ջրի վրայով քայլել էր, թե ընկել էր, Պետրոսը եղել էր մեռելների հարությանը, Պետրոսը եղել էր այլակերպության լեռը, տեսել էր Հիսուսին փառքով, եւ տեսնում ենք Պետրոսը միգուցե Հիսուսի հետ 3 տարվա մեջ շատ բաներ տեսել։ Եվ իրան թվաց այդ իր հին ինչ տեսել է, իր հին հավատքի կյանքում ինչ փորձառություններ ունի, վաղը դա օգտակար է լինելու։ Եվ այդ համարցակ ասում է, մեկը մեռնել եմ քո համար։ Ու արեք տեսեք, այդ բարի համար Տերը ինչա թույլ տալ իր կյանքում։ Եվ անիկա ասավ, Պետրոս, Հիսուսը Պետրոսին ասեց, քեզի ասում եմ, որ այսօր, վաղը չէ, մյուս օրը չէ, հենց այսօր հավը պիտի չխոսի, մինչև դու 3 անգամ, ինչու 3 անգամ։ Մարդը որ մի անգամ ուրանար, կասեր մի ամիտ եղավ կամ չկարացի, երկրորդ անգամ որներ հաստատ հավատարիմ կմնայի։ 2 անգամ որներ կասերա երրորդ հավատարիմ կլինի։ Տերը ասեց 3 անգամ ու այսօր։ Ու պիտի ուրանաս, ու ոնց պիտի ուրանաս, ամենախիստ ձևով ասում, պիտի ասես, որ ինձ ընդհանրապես չես ճանաչում։ Մեր մտքով ասում եմ, որ մեր կարելի այդպես բան լինի, որ մենք մի օր ասենք Հիսուսին չենք ճանաչում։ Հիմա միգուցե մենք էլ կասենք, ոնց կարող է այդպես օր գա, որ մենք ասենք չենք ճանաչում։ Բայց եթե մենք վստահում ենք մեր մարդկային էներգիային, մարդկային ուժին, որ մենք իրան պիտի հավատարիմ մնանք, մենք ամենավերջին ձևով Պետրոսի պես ուրանալու ենք։ Եթե մեր հույսը մեր կարողության վրա է, մեր փորձառության վրա է, այլ ոչ թե հավատքի, որ Տերը ասեց, աղոթում եմ, որ հավատքը չպակասի։ Աղոթում եմ, որ ին վրա եղած քո հավատքը չպակասի։ Պետրոսը հավատքին բանի տեղ չդրեց, ուշադրություն չդարձրեց Տիրոջ բառերին։ Ինքը չտեսավ Տերը ինչ ասում։ Տերը ասում է, ես աղոթում եմ, որ հավատքը չպակասի։ Սատանան ուզում է հավատքը գողանա։ Այսօր մեր հավատքը այնպես չի, որ ոնց առաջ եղել է, նույնը մնալու է։ Այդ հավատքը ունի պակասելու եւ աճելու պատկություն։ Դա եւ մարդուց է կախված։ Եվ Տերը ասեց Պետրոս, ընկնելու վրա ես։ Ու աղոթում եմ քո համար։ Բայց Պետրոսի վերաբերմունքը Տիրոջը եւ սա անձի վրա վստահություն ասեմ, հպարտություն ասեմ, մարդկային
չգիտեմ, ու ասեց ով ուրանա, մի ուրիշ տեղ գրված է իր եղբայրների մոտ, իր ընկերներին, աշակերտների մոտ ասեց, եթե իրանք ուրանան էլ ես չեմ ուրանա։ Նաև իր ընկերներին անակեց։ Եվ ասեց բանտից հետո էլ կմեռնեմ, ու տեսնում ենք ինչ կատարվավ իր կյանքում։ Տերը թույլ տվեց, թե թույլ չտվեց։ Ես հավատում եմ, եթե ինքս բառերը ասած չլիներ, եթե ասեր ես միջև մահ հավատարիմ եմ մնալու, այս փորձությունը իրար չէր լինելու։ Մենք հաճախ մեր վրա բերում ենք այս փորձությունները, երբ որ զարմանում ենք, մեկը ընկավ, մեկը մեղքի մեջ ընկավ, մեկին դատում ենք, քանել է ամուսնացած չենք, երեխա չունենք, երեխա ունեցողների վրա զարմանում ենք, ես ինչ երեխեք են։ Մեր երեխեքը քանի փոքր էին, մեծ երեխա ունեցողների վրա ենք զարմանում։ Այս երեխեքին ես ինչպես են։ Չէ, հետո քո երեխեքն են մեծանում, դու զգում ես քիչ-քիչ բարերդ քչանում է, տոնը տիշնում է։ Դու զգում ես քիչ-քիչ քեզի զսպես, քիչ-քիչ քեզի հավաքես։ Եվ տենում ես, որ մի բանի մեջ դու չկաս, դու ազատ այդ բանի մեջ ջնողների համար աչքի սախից կարաս ազատ դատես, ազատ խոսես, եւ ասված թույլ է տալի քեզ։ Եվ թույլ է տալի, եւ այստեղ սրա մեջ տեսնում ենք բժշկություն կար, թե ցավոտ էր, թույլ տվեց Պետրոս այս կյանքը անցավ, բայց բժշկությունը միայն այս ձևն էր։ Եթե մի բանի վրա զարմանում ես, մի բան դատում ես, ասված կանոնա դրե։ Միշտ վախեցի, եթե չվախենաս, սիրտդ խստացնես, չարիքի մեջ պիտի ընկնես։ Եվ Պետրոսը սիրտը խստացեց։ Տիրոջ օգնությունը, Տիրոջ աղոթքը, եւ չպատկերացրեց, որ այդ աղոթքի մեջ զորություն կա։ Այսօր շատերս մտածում են առանց աղոթքի հավատքի մեջ կարանք երկար եթանք։ Տերը ասաց, չէ, պետք է աղոթենք, հավատքը չպակասի։ Ու շատ չէր անցես, իր հետ կատարված բոլոր բաները գրված է նույն գլխում, եւ այս ուրացումը եղավ նույն օրը։ Տերը նույնիսկ թույլ չտվեց, որ հաջորդ օրը լինի, ասաց, այսօր ես ուրանալու 3 անգամ, ու այնպես պիտի ուրանաս։ Դու 100%-ով պիտի ձախողվես, Պետրոս։ Դու 1%-անոց քո վրա եղած վստահությունը չպիտի աշխատի, դու չպիտի արդարանաս։ Դու 3 անգամ եւ Մարկոս 14:71-ում գրված է, որ երթվելով անիծեց։ Առաջին Կորինթացիս 10:12։ Ուստի նա որ համարում է, թե հաստատուն կանգնած է, հիմա մեզանից ով է մտածում, թե ինքը կանգնած է։ Թող զգուշանա, որ չլինի, թե ձեզի, չլինի, թե որ ընկնի։ Ասված արդեն զգուշացնում է։ Եվ Պետրոսին էր զգուշացել, ասես Պետրոս ջան, կընկնես էլի, աղոթում եմ, որ չընկնես, բայց ինքը աղոթքին տեղ չդրեց։ Եվ գնացին Գեթսեմանում, երբ որ Տերը ասեց աղոթեք փորձության մեջ չընկնեք, մենք տեսնում ենք, որ բոլորը քնան։ Ոչ ոք չմտածեց, որ այդ աղոթքի մեջ զորություն կա, աղոթենք չընկնենք, ու զարմանալին է Տերը, որ գալիս է աշակերտների մոտ, Պետրոսի անունն է տալի։ Սա Պետրոս մի ժամ էլ չկարացիր աղոթք անես, արթուն մնաս։ Այդքան մարկանցից ոչ մեկի անուն չի տալի։ Իր անունն է տալի, որտեղ Պետրոս էր ասել, ով ուրանա, ես չեմ ուրանա։ Ու տեսնում ենք, առանց աղոթքի, առանց Տիրոջ վրա հավատքի, նա հավատքի կյանքը փորձում էր անցնել, հավատքի կյանքը փորձում էր շարունակել։ Բայց Պետրոս ուրացավ Զանիկա ու սավ, ով կին ես Զանիկա չեմ ճանաչում։ Եվ մի քիչ հետո ուրիշ մտեսավ նրան ասավ, դու նրանցից ես։ Պետրոս ասեց, ով մարդ, ես նրանցից չեմ։ Եվ մի ժամ անցնելուց հետո ուրիշ մեկն ալ պնդում էր, ասում էր, իրավի նա նրանց հետ էր, Բասրի Գալիլացի էր։ Բայց Պետրոս ասեց, ով մարդ, չեմ իմանում, ինչ ես խոսում դու։ Եվ քանի որ ինքը այս խոսքը իր բերանում էր, իսկույն հավը խոսեցավ, եւ Տերը դարձավ ու Պետրոսին նայեցավ։ Պետրոս էլ միտքը բերեց Տիրոջ խոսքը, որ իրան ասել էր, թե դեռ հավը չխոսած 3 անգամ պիտի ուրանաս ինձ։ Ու Պետրոսը դուրս եկավ ու դառնապես լացավ։ Մենք հաճախ լացում ենք այդ մեղանչելուց հետո, բայց ինչ լավ կլեր, միջև ընկնելը լացեր։ Արդեն ընկել ես փորձանքի մեջ, մեղքի մեջ, արդեն ու դառնապես լացում ես, բայց Տերը զգուշացել էր, ասել էր Պետրոս կընկնես, քո համար աղոթում եմ, թող ասեր Տեր միշտ աղոթելի համար, միշտ աղոթի, նա չէր պատկերացնում սատանան ինչ զորություն ունի, նա չէր պատկերացնում իր մարմնի անկարողությունը, նա դա չէր պատկերացնում։ Տեր նրանց վրա չկար է Տիրոջ հոգուց իջած այս զորությունը։ Ու հետաքրքիր է Պետրոս առաքյալ իր թղթերի մեջ առաջին Պետրոս 5:8-ում տեսեք ինչ է գրում։ Երբ որ նա անգավ ու հասկացավ սատանի զորությունը եւ մարդկային թույլ զորությունը սատանային դեմ դնելու, առաջի Պետրոս 5:8-ում Պետրոսի խոսքերը. Արթուն մնացեք, սա մեզ ասում, ինքը արդեն ընկել է։ Հսկեցեք, որովհետև ձեր հակառակորդը սատանան մռնչացող առյուծի պես մանա գալի, որ փնտրի թե ումը կուլ տա։ Այն վաղ Հիսուս քան իրան ասում էր, բանի տեղ չէր դնում, չէր լսում։ Հենց իրան կուլ տվեց, հիմա ինքը մեզ ասում Պետրոսը, ասված զգուշ եղեք,
Եվ շեշտում է, որ ինքը դրա մեջով անցել է մանա գալի առյուծի պես թեումը կուտա, որու դեմ կեցեք հավատքով։ Եվ այստեղ մարդուն բանալին ասում։ Ասում է ես հավատքը չի օգտագործում ընկա, բայց դուք հավատք օգտագործեք, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհի մեջ նույն չարչարանքները կրեն։ Եղբայրները դա նաև նկատի ունեն իրան։ Ասում է հավատքով դեմ կեցեք, որտեղ մարդկային ուժերով ինքը տեսավ չի կարող եւ սովորավ Տիրոջից, որ հավատքը պետք է օգտագործենք եւ ասում է ձեր եղբայրներն էլ աշխարհի մեջ նույն բաներով անցնում են։ Եվ նա գրեց այս թուղթը մեզ որպես կոչ, ժողովուրդ ջան։ Մեզ եթե թվում է մենք առանց հավատք օգտագործելու, առանց Տիրոջ վրա վստահությունը, այն ամենափոքր մեղքին դու քո ուժերով, քո զորությունով չես կարող։ Աստված թույլ է տալու այն մի բանը, որ զարմացել ես ուրիշի վրա, կամ Սուրբ Գրքի մեջ մի մարդու մասին մի հատ բան ես կարդացել, Դավիթ էս ինչ արեց, վայ Դավիթ էս ինչ արեց։ Եվ մեկ է տենում ես քո կյանքում մեկ է մի հատ այնպեսի բան, այնպեսի փորձություն, մեկ է նայում ես Աստված սիրտդ բացում է, մեկ է հասկանում ես, որ դու ամեն ինչ ընդունակ ես։ Դու ոչ մեկից տարբեր չես, դու ոչ մեկից լավը չես, բոլորի բնույթը նույնն է, ուսում ես վախենալ, ասում ես Տեր, պահիր ինձ որ չընկնեմ։ Առաքյալը Հռոմեացիս գրքում ասում է, եթե նա չխնայես բնական ճյուղերին, զգուշ եղեք, միգուցե ձեզ էլ չխնայի։ Աստված իր խոսքը իր անունից բարձր է դրել։ Մենք հաճախ մտածում ենք, մենք յուրահատուկ ենք, մենք special ենք կոպիտ ասած, մեր հետ ուրիշ ձև կվարվի, քո հետ ուրիշ ձև չի վարվելու։ Պետրոսի հետ եթե չվարվես, թողես Պետրոսը գնաց ընկավ մինչև այդ խորքը ու դառը լացավ եւ այդ թուղթը գրեց, ասես զգուշ եղեք, սատանա կա այս աշխարհում, ասես զգուշ եղեք։ Սատանա կա այս աշխարհում, ասում են դրա դեմ կեցեք հավատքով։ Տեսնում ենք նա հավատքը թողել էր, մարդկային ուժով եկան որ Հիսուսին բռնեն, ամենաշատը ինչ արեց, գնաց մի հատ զինվորի ծառայի ականջը կծեց։ Վերջ։ Ու վերջացավ իր հավատարմությունը։ Եղավ անհավատարիմ մարդ։ Բայց արի տես, այս մարդը դառնապես լացելուց հետո որ միտք առնում, տեսնում ենք Պետրոսի հետագա կյանքը։ Տերը Պետրոսին ասում է Պետրոս, հիմա դու ուրիշ մարդ ես։ Դու փոխված մարդ ես, ասում է ժամանակ կգա, ձեռքերդ վերև պիտի բարձրացնես, քո գոտին ուրիշը պիտի կապի, պիտի տանի այնտեղ, որտեղ դու չես ուզում, որտեղ քո մարմինը հակառակվում է, եւ դա ասում է խոսում էր նրա մահվան մասին, ինչ մահով պիտի փառավորեր, եւ Պետրոսը Տիրոջ համար նահատակվել է։ Եվ նա դադարեց իր վրա վստահություն ունենալուց, եւ երբ որ նավակի մեջ էին հարությունից հետո, երբ որ ասում է Պետրոսը լսեց, որ Հիսուսը ծովի ափին է, իրան գցեց ջուրը, հիմա քանի կար այդ աղոթքի կարիքը չէր զգում։ Տեր ասաց աղոթում եմ ինքը բանի տեղ չդրեց, ասում է լսավ Հիսուսն է վերարկուն վրան առավ, իրան գցեց ջուրը 200 կանգուն չափ լողալով գնաց, ինչ էր փոխվել իր մեջ Տիրոջ հանդեպ, ինչ էր փոխվել։ Նա զգաց, որ այդ ոտքերի մոտից մի քիչ հեռանում է, ինքը ամեն ինչ ընդունակ է։ Դու Տիրոջ ոտքերից, Տիրոջ խոսքից մի քիչ դու հեռացար, ամեն ինչ ընդունակ ես։ Եվ ասում է Տերը Պետրոսին 3 անգամ էս հարցն տալի։ Պետրոս, դու ինձ սիրում ես։ Եվ հունարենում այդ սիրել բառը 3 իմաստ ունի, մեկը մարդկային սիրով է ինձ սիրում, թե աստվածային սիրով։ Գիտեք, մարդկային սիրն էլ չափ ունի, բայց դա շատ քիչ է։ Ինքը կարող մի օր տևի, որտեղ մի օր հետո ինքը ուրացավ։ Դա լիմիտ ունի։ Եվ այս սիրով որ հարցնում է Հիսուսը, դու ինձ սիրում ես, դա ուրիշ սիրո մասին էր։ Եվ ասում են սիրում ես, տեսնում ենք Տերը տեղ Պետրոսին չի հանդիմանում, չի ասում դու ինձ կուրանաս, չի ասում դու սուտ ես խոսում, չի ասում դու ինձ չես սիրում։ Արդեն տեսավ Պետրոսը սիրում է։ Ասես Տեր, այո, սիրում եմ։ Երկրորդ անգամ հարցնում, դու ինձ սիրում ես։ Այո, Տեր, սիրում եմ։ Սա ուրիշ սեր էր։ Սա դադարել էր այն մարդկային սերը, որ դու սիրում ես, որը նաև շատ շուտ ի վիճակի է դավաճանության։ Երրորդ անգամ ասում է հարցեց, սիրում ես, ասում է Պետրոսը տրտմեց, որ Տերը երրորդ անգամ հարցեց։ Ասեց, գիտես, որ սիրում եմ, ու իրոք դա սիրում էր, եւ նա մահով ապացուցեց։ Որ այն ժամանակ կարող էր ասել, ճանաչում եմ, բայց իր աշակերտը չեմ, այդ ուժը չուներ։ Բայց իր մեջ հավատք այնպես էր աճել, նա հասկացել էր ինքը Աստծուն ասված իրանն է, եւ նա մահից էլ չէր վախում։ Եվ այս մարդը դավանեց, ասեց, ես քեզ սիրում եմ, եւ տեսնում ենք Տերը գործի դրեց, ասեց, արածեսու իմ գառներից, իմ ժողովրդից։ Եվ այնտեղ էլ էր ասում, նա մի չարավ ասեց, որ հաստատվեց, եղբայրներին էլ հաստատիր, որտեղ եղբայրներին էլ են թուլացած, ասեց, Պետրոս դու ուժեղացի, որ եղբայրներին էլ ուժեղացնես, եւ նա տեսնում ենք դրան ընդառաջ չգնաց։
Տեր օրհնի ձեզ ժողովուրդ ջան, մի դեպք էլ ուզում եմ հիշեցնել գրված է Մովսեսի մասին, երբ որ ժողովուրդը ջուր չուներ, առաջին դեպքը գրված է Ելիս 17:4 խոսքում, երբ որ եկան ժողովուրդ հասին ջուր ենք ուզում եւ արդեն այնձև էին ջղայնացել, որ ուզում էին սպանել Մովսեսին։ Մովսես եկավ Տիրոջ առջև ասեց Տեր 17:4, Ելիս 17:4 եւ Մովսեսը Տիրոջը աղաղակեց ասելով. «Ինչ անեմ, այս ժողովուրդը գրեթե պատրաստ է, որ ինձի քարկոծի»։ Եվ Տերը Մովսեսին ասեց. «Ժողովրդի առջևեն անցիր, կուզենամ ուշադրի լսենք, որ Տերը թույլ չի տալի մարդը մենակով նույնիսկ իր գործը որ աներ, որ իր վրա միտ չգար, համարում չգար, Մովսեսին հեռու էր պահում հպարտությունից եւ հերթականություն է տալի Մովսեսին, որ Մովսեսը ինչ պետք է աներ։ Եվ Տերը ասեց Մովսեսին. ժողովրդի առաջից անցիր ու Իսրայելի ծերերին քո հետ վերցրու, մենակ չլինես, Իսրայելի ծերերին քո հետ կվերցնես եւ քու գավազանդ, որով գետը զարկեցիր, ձեռքդ առ ու գնա, այդ գավազանը Տերն էր տվե։ Ահա Քորեբի մեջ, ժայռի վրա, այնտեղ քո առջևդ ես կկանգնեմ, Մովսես, դա դու չես, ես եմ, եւ ժայռին կխփես, ու այնտեղուց ջուր կելնի, եւ ժողովուրդը պիտի խմի։ Եվ Մովսես այնպես արեց Իսրայելի ծերուն առջև։ Այս առաջին անգամը Մովսեսը Տերը ինչ ասեց արեց։ Տերը ասեց խփի, ինքը խփեց։ Եվ ջուր եղավ։ Երկրորդ դեպքն ենք կարդում, գրված է Թվոց գրքի 20-րդ գրքում գրված 28-րդ խոսքից։ Այս անգամ Տերը ասում է չխփես, ասում է կասես։ Հիմա Տերն է որոշում ոնց պիտի անի։ Բայց Մովսեսը արդեն մի անգամ փորձառություն ուներ, խփել էր, իրան թվում էր թե միշտ պետք է խփեր։ Եվ Տերը խոսեցավ Մովսեսին ասելով. «Գավազանը տար, Թվոց 28, ու ժողվե դուն ու քու եղբայրդ Ահարոն, նորից մենակով չի թողում, Մովսես քո վրա համարում չգա, եւ նրանց աչքերու առջև խոսեք ապարաժին, խոսեք, ու ջուրը պիտի տա, եւ դու ապարաժին ջուր պիտի հանես նրանց, ու ժողովքին եւ նրանց անասուններին կխմցնես։ Եվ Մովսես ու Ահարոնը ժողովքը ապարաժի առջև են ժողվեցին եւ ասավ անոնց. լսեցեք հիմա ով ապստամբներ, տեսեք Մովսեսը ոնց է խոսում ժողովրդի հետ, լսեցեք հիմա ով ապստամբներ, ձեզի այս ապարաժեն ջուր հանենք։ Եվ Մովսես իր ձեռքը վերցուց ու գավազանովը երկու անգամ ապարաժին զարկեց, եւ առատորեն ջուր ելավ, եւ ժողովուրդը նրանց անասունները խմեցին։ Եվ Տերը խոսեցավ Մովսեսին ու Ահարոնին, որովհետև ինձի չհավատացիք, Իսրայելի որդիներու աչքերուն առջև ինձ փառավորելու համար, նրա համար այս ժողովուրդը դուք պիտի չտանեք այն երկիրը, որ ես տվեցի։ Մովսես ասում է, սա ձեզի ջուր ենք տալու։ Եվ ոնց որ Տերը քեզ բժշկության պարգև տվե, գնում ես հիվանդի մար աղոթելու, ասում ես, հեսա քեզ բժշկելու եմ։ Բայց պարզ ասում, մենակ չի թաս, չես տեղ ասում Ահարոնի կվեկալես, ջրի կասես, գավազան ասել էր հետդ վեկալ, բայց ասել էր կխոսած, բայց նա խփեց։ Եվ Տերը խոսած Մովսեսին, ինչ խիստ բան ասեց, ժողովրդին ասեց դու հանել ես, բայց դու իրանց հետ չպիտի մտնես։ Եվ Մովսես ասում է, քանի անգամ աղոթ կարեց, ասեց Տեր մտնեմ, ասում Տերը ասեց, «Էլ ինձի դրա համար չխնդրես, դու չես մտնել»։ Եվ Մովսես չմտավ։ Տիրոջ խոսքը պիտի կատարվի, Տերը եթե դրել է այդ կանոնը, Մովսեսի հանդեպ էր, Պետրոսի հանդեպ էր, մեր հանդեպ էլ է լինել ժողովուրդ ջան։ Մենք յուրահատուկ մարդիկ չենք։ Մովսեսին ասեց դու ինչ չփառավորեցիր, ինչ չհավատացիր, զիս չփառավորելու համար դու ժողովրդին չպիտի տանես։ Ու տեսնում ենք Մովսեսը բայց որ շատ էր ուզում, Տերը հանեց լեռը, ասեց տես։ Թողեց տեն, ասեց տես, բայց չես մտնի։ Եվ նա տեսավ, բայց չմտավ։ Այսօր սա մեզ որպես կոչ մեր սիրտը այնքան չար խապեպահ է, մենք քանի մի հատ խաղաղ վիճակի մեջ ենք, մեզ թվում է այդ գալիք եկող պատերազմը, գալիք եկող փորձությունը այնքան հեշտ ենք անցնելու։ Մեր մտքով բայց չի անցնում, որ պետք է հիմիկ բանից, այս ժամանակից Տիրոջը վերցնենք մեր հետ, միշտ իր հետ պիտի լինենք։ Դու իրանից մի քիչ հեռվանում ես, դու զգում ես քո անկարողությունը, զգում ես քո թուլությունը, ու հետաքրքիր է, որ Տերը թույլ է տալի, դու մնում ես մենակ։ Դու մնում ես սատանայի դեմ մենակ, մնում ես փորձյան դեմ մենակ, դե արա, ինչ կարող ես անել։ Մարդը մի հատ փոքր բանի իր ատամնա ցավում, մի քիչ չի կարող իր ատամի ցավը մի բան անի, խառնում աստեղ ընդեղ ամեն ինչ։ Դու սատանայի դեմ մարդը ինչ կարող անի, ոչ մի բան։ Օվսեոյի 4 գրքում գրված է, որ Իսրայելը բարին մերժեց, Աստված թույլ տվեց սատանան արծիվի պես հարձակվա վրեն ու հալածեց։ Մարդու մեջ որ գալիս է անհավատությունը Աստծո հանդեպ,
վստահության պակասությունը Տերը թույլ է տալի։ Այդ արծիվը նես չի որ հերոյա հիմա մեզանից, բայց Տերը քեզ ցանկով պատել է, չէ, հոբի պես։ Եվ ասում որ բարին մերժեց, Տերն էլ թույլ տվեց սատանան արծիվի պես հասավ այդ մարդու վրա։ Այսօր դու էլ որ թողում ես հպարտության պատճառով, այդ մտքի պատճառով դու մնալու ես մենակ։ Մեն ինչ էլ որ չես հավատացել, որ չես անի, անելու ես։ Որ ձախողվես, 100%-անոց ձախողվես, դու քեզ ճանաչես ու քո մեջ վախ կա, դու չզարմանաս, ոչ մի տկար քրոջ, տկար եղբոր, մեկի մասի մի բան ասես, մեկ մարկաս մասի որ խոսում ենք, մեզ տվա մենք վերևից ենք իջե, մենք ուրիշ բնույթ ունենք։ Մենք մեզ լավ չենք ճանաչել։ Եթե Տերը մեր բնույթը բացի մենք ճանաչենք, մենք ինչ ենք ընդունանք։ Մեր մեջ վախ կգա, մենք վախով կապրենք։ Եվ առաքյալն էլ ասում է, ով որ կարծում է թե կանգնած է, ումը թվում է թե ինքը կանգնած է, զգուշ եղի, ոչ չընկնես։ Կանգնել է մտնելու մեջ դա շատ արագություն է։ Տերորդի բոլորիդ, սա մեզ Պետրոսի օրինակը, ինչպես նա 5-րդ գրքում գրեց, որ սատանան մանա գալի, մենք չմոռանանք, որ նա մանա գալի։ Նույնիսկ գրած Աստծո խոսքը լսելու ժամանակ սատանան եկավ սրտից գողացավ, ուրեմն տեսնում ենք նա ամեն տեղ է։ Նույնիսկ հավաքույթի ժամանակ նա փորձում է քո միտքը խարբալի, քո սրտից գողանա եւ ասում է ինչի համար գողանա խոսքը, որ չլինի թե հավատան ու փրկվեն։ Մարդու փրկությունը գալիս է հավատքից, հավատքը գալիս է լսելուց։ Դու որ Աստծո խոսքը չես լսում կամ չես կարդում, քո փրկությունը տեղուց է կախված։ Եվ ասում են նրանց սրտից գողացավ, ոչինչ թե լսեն, հավատան ու փրկվեն։ Տերորդի բոլորիդ մենք այս վախով գանք Տիրոջ առջև։ Հին ուխտում Տերը Իսրայելի մի կանոն էր դրել, ասեց, եթե ձեր մեջ մի հատ թագավոր դնեք, իրան սուրբիկը կտակ, ամեն օր թող կարդա, գրված է ամեն օր կարդա, երկրորդ օրինացի մեջ, որպեսզի Աստծուց վախենա սովորի ու իր սիրտը իր եղբայրների վրա չհպարտանա։ Այս գիրքը քեզ պահում է, որ կարդում ես հայելու պես է, բացում է քեզ դով ես։ Այդ հպարտության միակ զսպող ուժը իր խոսքն է, որտեղ դա անկախ քեզանից է քո մեջ, մի հատ փոքրիկ բան քո մոտ ստացվում է, քո մեջ մի հատ միտք է գալի, դու աստղ ես, դու մի հատ յուրահատուկ մարդ ես։ Կապ չունի ինչ է ստացվում, դա կարող է մի հատ փոքրիկ բան լինի։ Բայց առաքյալը ինչ ասում է, եթե թեկուզ ասեք, պետք է թանկ ես քաղաքը ես ինչ բանը անենք, այդպես մի խոսացեք, այսպես ասեք։ Եթե Տերը կամենա, գնանք այս քաղաք, եթե Տերը կամենա, այս գործը դնենք, եթե Տերը կամենա, ասում է, այսպես խոսացեք։ Եթեն դրեք, ասում է, ձեր որոշումների մեջ դրեք այդ եթեն։ Չէ, եսլի ռուսերեն, չէ, հայերեն եթե, այսինքն Երեմիան ողջ Երեմիայի մեջ ասում է, ով է անիկա, որ մի բան ասի լինի, եթե Տերը հրամայած չի։ Արդեն քո կյանքը իրանից կախված է, դու զգում ես դու կախված ես իրանից, ամեն ինչ իր ձեռքն է։ Սողոմոն ասում է, ճանապարհը վազողներունը չի, հաց իմաստուններունը չի, պատերազմը զորավորներունը չի, մարդու ճամփան իր ձեռքը չի, մարդը չի կարող իր ճամփան շիտկի։ Դու դադարում ես, դու տեսնում ես, դու անուժ ես, անկարող ես նույնիսկ քո ճամփան շիտկես, դու ամեն ինչում հանձնվում ես իրար։ Ավելի հեշտ է լինում, դու ապավինում ես իրան։ Բայց լինում է կյանքում պարագաներ, որ մարդուն թվում առանց Տիրոջ էլ կարող, առանց Տիրոջ էլ կարող է։ Հիմա Մովսես ասեց, Տերը մի անգամ թողել է խփել եմ, ինչ այս անգամ է խփեմ։ Խփեց։ Բայց արետես այդ խփելը ինչ գին ունեցավ։ 3 անգամ աղոթ կարեց։ Տերը ասեց էլ դրա համար մի խնդրի։ Ամեն։